սրանք իմ մազերն են, բայց ես հատիկ-հատիկ գլխիցս չեմ պոկել։ Երբեք չէի մտածի, որ բլոգում ես կկիսվեմ։ Ուրեմն շիզոֆրենիան ինչու էր կայանում։ Մազը իմ համար, մազերս, այսպես ասած, գանձեր են։ Որ նրանք ահա որ սկսեցին թափվել, ես շատ մեծ ստրես էի տանում։ Հերթով սանրի վրայից հավաքում էի հատիկ առ հատիկ ու այսենց կպցնում էի ու պահում էի։ Վերջում դառավ մի հատ 60 սանտիմետրանոց, այսենց սիրուն պոչ, մազերս չէին վերականգնվում, այսպես անընդհատ թափվում էր, մի խոսքով անտանելի իրավիճակ։ Դա գովաց չի, ասում եմ ձեզ նախորոք, որովհետև իմ մազերը այս շիճուկն ա փրկել։ Ինջալոց այն մյուսների հոտից կարողա խեղտվեք միամիտ։ Օրինակ սրան, որ ապտեկայից եմ վերցրել, սրա հոտից խեղտվելու։ Հոտը թեթև ա սրա։ Ոչ միայն ռոզմարինի յուղով ա պատրաստված, այլ նաև նանայի էքստրակտ ունի, այնտեղ վիտամին E։ Լվանալուց առաջ, ընդամենը 20-ից 40 րոպե առաջ, քսում եք գլխամաշկին, տրորում եք, կարող եք երկարությամբ էլ քսել, շատ լավ փափկացնում ա։ Մազաթափությունը ու սրա շնորհիվ էլ իմ բիզնեսը փակվեց, այսպես ասած։ Բնական մազերից բիզնեսը փակվեց։ Կամերան էլ չի ֆիքսում, այ մարդցավ այսքան ու կանգ առավ, որովհետև մի հատ մազ էլ սանրի վրա չեմ տեսնում ու շատ նոր մազիկներ են աճել։ Ֆիքսեք մի հատ էլ արտիկուլը թողնեմ ներքևում։